Ողջույն բոլորին, ուզեցի սկսել նոր վլոգը հենց այստեղից։ Այստեղ տեսնում եք մի քանի առօրեական գնումներ։ Այս բաժակներից մեկը Խորենը առել է մեզ համար, մյուսը Սուսիկենց հազում տան, որովհետև երբեմն սուրճ սարքել սառը իրանց մեջ լավ է, փորձում եմ իրան չարաշահել, որովհետև պլաստիկի կիրառությունը համարում եմ ոչ այդքան լավ, բայց երբեմն, չգիտեմ, Խորենը գնում է։ Ես էլ ոչ ճիշտ ասեմ, չեմ ուզում հոգուս մեղք առնեմ, ինձ էլ է ավելի հաճելի սրանով խմել, բայց Խորիկի հետ խոսում եմ այդ մասին, որ չեմ ուզում շատ առնենք, որովհետև եթե մի փոքր էլ կարող ենք ինչ-որ դրական բան անել, չգիտեմ, փորձենք անել էլի։ Հիմա այստեղ առել է այս հացերից, դավն ա ուզել, այսօր առել էր, դավը մի փոքր կերավ, ասեց, որ համեղա, Խորեն ասեց, էլի կվերցնեմ։ Այդտեղ պաղպաղակը, ուրեմն ձուկ ենք պատվիրել, հիմա կբերեն տուն, պատվելը ո՞րն է մեր այդ ներքևի մսի խանութից, ուղղակի Խորենի դասը արդեն սկսվում էր, ինքը եկել է, խնդրել է, որ մաքրեն ու բերեն, հա, դրա համար կբերեն, այսօր Սուսիկենց հետ ենք հանդիպելու, ուզում ենք, այսպես ասած, ընտանեկան ընթրիք անել, կարտոֆիլ եմ դնելու դուխովկա, հավեմ ասում, ձկան հետ, այդպես ուղղակի ընտանեկան ջերմ մի հատ վիճակներ, ֆեյխուայի կոմպոտ առել, չգիտեմ համեղա թե չէ, ֆեյխուան вообще շատ օգտակար է, բայց ես որ ասեմ ֆեյխուայի սիրահար եմ, չէ, բայց ես թվում է Խորենին կոնկրետ դուր կգա, ես այնտեղ հոն կա, եթե չհավանեմ հոնով, այսպես ասած կբավարարվեմ։ Ուրեմն այստեղ Խորենի օգնությամբ կտրատվել է մեր երկու բավականին խոշոր ձուկիկները, ինչի Խորենի օգնությամբ, որովհետև ովքեր ինձ վաղուց են հետևում գիտեն, ովքեր էլ նոր են սկսել, ասեմ։ Ինձ են տեղել է մի քանի դեպք, երբ արդեն, այսպես ասած, փորոտիքը հանած ձուկը կտրելու ժամանակ մկանային հիշողությամբ թփրտացել է, ու ես շատ վախենում եմ դրանից, որովհետև ողնաշարի վրա երևի ինչ-որ նյարդայական չանյաներ կան, այդ է պատճառը, որ կտրում ես թփրտում է։ Հուսամ, որ հիմա չի լինի այդ, արդեն կտրտած վիճակում, և ուզում եմ մի հատ համեմենք, անցնենք գործի։ Քանի որ այս ձուկը, հա, սենց, չգիտեմ, ֆիլեյոտ ձուկ է, արդեն իսկ շատ համեղ է, ու ձուկը ասոբը չի էլ սիրում, որ իրան 1000 համեմունք անեն, կոնկրետ ես գտնում եմ, որ ինքը այդպես համեղ է։ Մենք իրան աղ ենք անելու, մտածում եմ մի փոքր էլ կարող է կարմիր պղպեղ անենք, մի ծպլ էլ սև պղպեղ, միգուցե, հələ կորոշեմ։ Եվ ես մտածում եմ, որ իրենց փորիկների մեջ մի փոքր կարագ կարելի է դնել, երևի դա էլ կանեմ, որտեղ իրանք շատ յուղոտ չեն իրականում, հա, և իրանց վրա մի փոքր բուսայուղ կքսենք, որպեսզի այդ կաշին սենց չչորանա, այլ հավես խրթխրթան դառնա։ Всё, իսկ կարտոֆիլը, ժողովուրդ ջան, կարտոֆիլը մենք առանձին պրոթվինի վրա ենք անելու, հիմա ասես կպտտենք, մի տեսակ, առաջ այսքան չի վախենում ես կենթան, կոնկրետ ձուկ, հավ, հիմա այնակ ավելի տահաճա, գիտեք դա դարձել, այս գլուխը հատկապես, այսպես, այս իրա ներքին հատվածներն էլ, ենքան այս սուրա պշիկները, Խորենը լավ միջոկները թողել է, բայց ոչինչ։ Երեխեք ջան խելոք եք, պապային չենք խանգարում, այսպես, այս արեցի, չեմ ուզում շատ հիմա էլ աղի լինի էլի։ Հիմա մի հատ երկու ձեռքով իրեն այսպես փորձենք մաժմժել, աղը տարածել։ Չեմ ուզում շատ աղի ստացվի, բայց ոչ էլ անալի մի բան է էլի, իհարկե ամեն ինչում ամենալավ էդի ճիշտ չափի զգացումն է, տեսնենք կստացվի թե ոչ, հիմա մի փոքր լվացվեմ ու կարմիր պղպեղ անեմ, երևի սև պղպեղ չեմ անի, գիտեք, սաղ է մտածում եմ կարմիր չանեմ, ուղղակի կարմիր պղպեղով լավ կարմերում է, Ես անցնում եմ հեսա թխվածք թխելուն, վերջը որոշեցի ժարիտը գազի վրա անել, որովհետև երկրորդ պրոթվինը ինձ պետք էր թխվածքի համար էլ չուզեցի մինչև սարքեմ, հետո ուրիշ տեղ տեղափոխեմ, հետո լվան պրոթվին էսկում ենքում, ասեցի ավելի լավ է թավայով սարքեմ, մոտավորապես 40 րոպեից Սուսիկեն կգան, ես էլ կակրած հեսա մի հատ աղցան ու մեկ էլ թխվածքը կսարքեմ,
որ հանգիստ նստենք, վայելենք, պատուհանները կբացենք, մաքուրով։ Ես անցա բիսկվիթին։ Կադրի վրա որ տեսնում եմ, չէ, ջրի հետքերը ամանների վրա խախտվում եմ ուղղակի, բայց դե ինչ անեմ։ Տեղանը առաջ տվեցի, որոշեցի, որ այս բալկոնի հատվածում կնստենք։ Հիմա բանը թխվածքն էլ եղավ, անջատել եմ արդեն, հեսա խորենը դասը պրծում է, մի հատ արագիչնի խանութ մի երկու բան է պակաս, էլի, սեխ եմ ուզում, լոլիկ, վարունգ, այսպես մի քանի բան է պակասում, հիմա դրանք էլ բերի, պատուհանը բացել եմ, մի հատ լավ օդափոխվի, որովհետև այստեղ վառարան աշխատել, դե պատկերացրեք ինչ շոկ է, ու ես արագ հեսա հացը կտրատեմ, այն բատոնները եւ լավաշ գեղեցիկ մի հատ տախտակի վրա այդպես կտրատեմ դնեմ։ Մնացածն էլ գիտեք, ոնց գիտեք, դասական սեղան։ Հացը եւս ինչպես եւ ասել էի, կտրատեցի, դրեցի, դավը բերում է աթոռ, դնում, ասում է, այստեղ աթոռը քիչ է, ես չեմ կարողանա նստել։ Մի հատ էլ աթոռ պետք ու մի հատ էլ պետք, կբերենք հեսա, ոչինչ։ Ծիկ, դավը ժորտ օրվա մեջ ինչքան դուշ է մտնում, այնքան տապա, որ երեխայի վրա ամբողջը ցանավորվում է այդ իր այս քրտինքի աղից, մի կաշմար շոկ է, օդ չկա շնչելու։ Կփայլաթի թեղով փակել եմ, մի հատ տեսեք ինչ ախորժելի տեսք ունի, կամերայից լույսը չեմ դրել, բայց մեկը փոխանցում է բոլե-իլիմենե, կարտոֆիլն էլ ատակ Դավիթ հատիկներով չկային ձեռքը հարել։ Հա, խորենը իջավ, խնդրեցի դիթապտուղ բերել, սեղ, ձմերուկ, լոլիկ, վարունգ, ուրիշ բան մեզ պետք չի, մի քիչ հետ կգաս արևս։ Հա, բարևումացես։ Վարկենական աղցանը պատրաստ է, սիրելիներս, ամեն ինչը պատրաստ է, մենք անցնում ենք գործի։ Մեզ բարի ախորժակ։ Մենք անցել ենք դիսերտի սեղանին, այստեղ սեզոնին համապատասխան մրգեր են, այստեղ գիտեք ինչ կար, շլոր է, մեկ էլ են, դրան ինչ են ասում սալորին, ոնց տարբերակ են, դամբուլ ու սալոր, սենց ասեմ, լավ։ Մեզ բարի ժամանց։ Մենք դուրս ենք եկել զբոսանքի, սկզբում ուզում ենք Գրասիա գնանք, այնտեղի նոր խաղահրապարակում, երեխեքը խաղային, բայց եղանակը շատ վատն է, շատ ուժեղ քամի է, չէ, շատ վատ եղանակ է, քամի, անձրևի նախանշաններ, դրա համար չգիտեմ կգնանք այնտեղ թե ոչ, բայց առայժմ քայլում ենք, տեսնենք, մազերս են ալափ ու գաչողած քայլը։ Դավիթ ձայնն եմ լսում, արի բալես, խորենը մտավ խանութ, խաչապուրի ու կոլա առնի իրան։ Փոքրիկ, հալա, ինչ, ասում եմ այդտեղա սաղիտ ինչ-որ բան է սարել, ինձ չես առել, ասում անդրություն չկար հետ այդ մյուս խան, ասեցի պետք չի, արդեն վիրավորվել եմ, նո ջոք եմ կամերաս մակուր չի դրա մարա որակըբաց, ասում մամ հավես գորը դա չէ, շատ հավես գորը դա, հավես ամպամաս գորը դա, արև մոն դավս, դերքս բրնի, անցումը, նայում աչուձախ նոր անցնում է, մենք հասել ենք Գրասիա դավ կեղդոտ է, կոֆեի տեղն եմ երեխեք ջան, մեզ համար մինչև կոֆեն եմ պատրաստում, երեխեքը ջուր են ուզել, ջուր են վերցրել, արդեն մութ է եթե տեսնում եք, հələ կադրում ավելի լուսավոր եք տեսնում, իրականում ավելի մութ է, դրանով ապայմանավորված կադրի վատ որակ է։ Խորենի սուրճը, դառը սև։ Արդեն ֆոտոն արել եմ, վիդեոյա, սուրճ վերցրեցի։ Վաու։ Մենք հասանք Օղակաձև այգու տարածք։ Հա, այս կետ պլաշատկա է, իստեղ էլ էդ բաննա, պարկը, երեխեք, ընդեղ ճոճվում են, Դավիթ, հետևով չանցնես կեզ խպեն, մի րոպե բալես, մի քիչ, հարմա հավես, հա, փոքրիկ խորեն է, ահա, լավա,
Արտաշես դու ապազդանիով եկար։ Դա Արցին ու Դավը անցել են իրենց սիրելի գործին։ Անցավ Արտաշեսը իր գործին։ Վալես, արի, տղես։ Հասանք տուն, ոտքով շոքած, հոգնած, բայց բավարարված, երեխեքը մի լավ խաղացել են, այդ պլաշյատկայում իրանց համար շատ հավես էր։ Հիմա քանի որ բոլորը սոված են, որոշեցի արագ աջարական խաչապուրի պատրաստեմ, անձեռոցիկ։ Գիտեմ խի որոշեցի այդ մեկը վերցնեմ, եկանդը միայն էլի անում, զուգանի թուղթ, Խորենի համար այսպիսի մի երկու բան եմ վերցրել, թթվասեր, հակի, լավաշ, պանիր, սուրճ, սարը, որտեղ սութակի կարիք չունեմ, և վերցրել ենք ձմերուկ, սեղ ու այն ամենը ինչը հարկավոր է տուշից սարքելու համար, այսինքն բանջարեղեն։ Հիմա ես արագ մի հատ փոխվում եմ, երեխեք ջան, գալիս եմ աջարականը սարքում եմ ուտեք, նոր մի ժամից կպարտեք քնելու։ Okay, согласны? Այո։ Let's start eat։ Այստեղ տեսնում եք, որ ես էլի կարբոնարա եմ պատրաստել։ Իրականում սա Արտաշեսս այնպիսի հաճույքով է ուտում, իսկ դուք գիտեք, որ Արտաշեսը շատ քիչ բան է հաճույքով ուտում։ Դրա երբ որ ինքը հանկարծ ասում է կարբոնարա, ես փորձու տեսեք, այս կրեմային սոուս է ստացվել։ Գնալով էդ եմ ասում Խորենին, ավելի լավ եմ պատրաստում, սոուսը տակն անցնում, թե չենք շատ, այսպես հագեցած է, էլի։ Այնպես չի որ, մի խոսքով։ Всё как положено, այդպես էլ ստացվել է, մնում է կանչեմ ճուտոներին և նստենք մեր ընթրիքին։ Սիրելիներս, մեզ մթնոլոր է, Խորենի հետ սուրճ ենք խմում, մի քիչ հետո պետք է երեխեքին տանենք տատիկ պապիկ հենց տուն և մենք էլ գնանք զբոսնենք մի քիչ։ Երկու գործ ունենք։ Եվ իմ մազերի շամպունն է ավարտվել, ուզում եմ առնեմ, վերջինը այսօր են լին ավանդույթներով ջուրը լցրեցի, թափտվեցի, իմ մազերը շատ լավ են գալի։ Գնանք ես շոքին։ Բան կանենք, ասում եմ տաքսի, մետրոյով կարան գնանք։ Մի վարկյան է մետրոյով։ Հա, մետրոյով Մենակ մի հատ ստուգ եմ մետրոյից քարտը ինչ վիճակում է, էլի։ Գիտեք ուր եմ գնալու երեխեք։ Հա։ Բանը, այդ իմ շամպունը գիտեք ես ինչքան ժամանակա միքսիցից եմ օգտագործում, մազերից լավ է շատ գալիս։ Ռասիայում այդ միքսիթի խանութը կա, քանի որ Վալբերիսից պատվերներն են հիմա 10 տարում է հասնում, ինչ է լացում։ Չգիտեմ ինչ է եղել, դավ, դավո։ Աչքից որ կոնֆետի կընկել է Պոլին դրա համար։ Ինչ է եղել, բալ։ Հա։ Կարոջի, համ կքայլենք, համ էլ շամպունս կառնենք կգանք։ Ես պատրաստվեցի ու բացի իզից պատրաստի դա է մնացած տան անդամները։ Հիմա երեխեքին տանում ենք Սուսիկենց ու շարժվում ենք։ Այսօր մի քիչ իսպանական կրակոտ գեղեցկում կերպարում եմ, բայց ինչու ոչ, ինչու ոչ։ Ինձ դուր է գալիս, չգիտեմ։ Всё, կհանդիպենք արդեն դրսից։ Դուրս եկանք, մեր այս կողքի բակում ինչ-որ խառնաշփոթ է, մարդիկ են հավաքված։ Բայց տված ինքնասպանության փորձ է կամ ինչ որ բան, բայց ոնց հասկանում եմ պաժարի պես մի բան է, դե վերևից ծուխ է գալիս։ Որտեվ եթե ինքնասպանության հետ կապված բաներ են, որ ներքուստ հոգեբանի նավակները ակտիվանում են, մտածում ես միգուցե ես կարող եմ օգնել, բայց ոնց հասկացա չէ։ Ոյ շատ ապու շոկը։ Արի բալես։ Մենք արդեն պատեստում ենք, երեխեքը ինքնուն են բարձանում, Խորենը զանգում է տեսնի Սուսիկը դուրը բացել է, արդեն թե ընդ պատեստում լկսվում են ու գնանք, ահա որ շոկ է իրականում, փորձենք հով տեղերով գնալ, այս ատամուսերը զզվցնում է, երկուշաբթի եթե Մամ, մտան երեխեք, մի ժամ կանգնած ենք, հա։ Երկուշաբթի գնամ սարքեմ։ Մենք քայլելով հասանք համարյա չէ, տաշիրի մոտ։ Շոքին ճլորած, բայց իրան հետ զրուցել։ Թքող կնոջը։ Մի հատ կին էր թքելով գնում ու խնդիրներ ուներ։ Հա։ Գորալով թքելով հասնում խորիկը մոտ այ գնում։ Մայթա թքում։ Տեղ ուղեղս մտքերս։ Հա, որ թքեր վրա նորքի բաներ։
ուրիշը ոնց ալնում։ Մամ, այսօր կոֆես անվճար է, իդեպ, այն պատմել եմ ձեզ քարտ կա, որ տղ կենանում 4-5-րդ անգամը անվճար է սուրճը։ Կարոչի, այսօր անվճար կհյուրասիրվեմ։ Սիրում եմ այդ 5-րդ անգամը։ Մեր սուրճին ենք սպասում, ես հիմա արդեն վերցրել եմ, որենն էլ վերցնի։ Ու գնանք այգում մի քիչ նստենք, խմենք, նոր ընկնենք ճանապարհ, այսպես ասած, այս մասով։ Հոյ, այս եղանակի սուրճը փրկություն է, փրկություն, այս տանը սուրճի մասն է խոսքը։ Ասեցի դες գնումները ցույց տանք, Սուսիկեն մոտ մի քիչ նստեցինք, այս իմ շամպունն է մշտական, իրանից առաջի անգամ չի շուրջ կտրվում, որ գնել եմ։ Այս Սուսիկը բանա, կարմիր սալորա տվել, որ կամպոտիկ սարքեմ, Սուսիկեն ստանը սարքած եղել է, լավ խմել են սիրող, դամար կսարքեմ։ Հիմա, ինչ եմ առել, թաբուլեի թադարեք, համեմ, դավջան խոսում եմ, որիկ ընդեր գծություններ անում, նանք է ուրա, որ վիդեո եմ նկարում, ումա դա հետաքրքիր, հաջորդիկ, նայել սյոմկա է անում, որ գծությունները, իրանք տենց ունեն, ներընտանեկան գծություններ, իրանք պապայի հետ անում են, ուզում եմ տակ բուտերբրոդներ սարքել, հիմա ընթրիքի ժամը, վայ ժողովուրդ գոռում եմ, որ լսեմ ինքս ինձ, խոր, հիշեմ, որ դաս ունենաս, խորիկ տղա, գամ ու դասի ժամանակ կողքդ այսպես բաներ անեմ, ես, կանեմ, մեծ սիրով, քարքիթ եմ առել, ուզում եմ, դե փորձում եմ միշտ բիսկվիտ թխել, բան խորիկին, որ տանը լինի, սիրում, այլուրս զապաս փոքրիկ առա մի հատ, շաքարնել եմ փոքրիկ զապաս առել, ես առել եմ բանի համար, թաբուլեի, բանիր եմ վերցրել, խտվասեր, ոսպով բրնձով փլավ եմ ուզում սարքեմ, և այդ տակ բուտերբրոդների համար վերցրել եմ այս վիչինայից, երշիկեղեն չենք առնում վաբշե, սասիսկա բան չենք առնում, միակ բանը, որ մեկ առնում եմ, կամ այդ կարբոնարայի համար, կամ սենց այս տակ բուտերբրոդների, այս բեկոնի ֆիլեն է, Նիկո, լուրս ներվայնացա, այսա գնամ մի հատ ատակա անեմ բոլորին, հա, հետո, երեխեքը շատ են սիրում, այս մի երկու օրվա առևտուր եմ արել, երկու դաժե երեք հնարավոր է, այս երեխեքը շատ են սիրում կուկուրուզ եմ վերցրել, դիմացս դրված է լոլիկ վարունգ, մի հատ սենց սեխ եմ վերցրել, մի հատ է զմերուկ, խորենը միշտ ամենամեծ զմերուկն է բերում, բայց քանի դեռ ինքը երեխեքի հետ խանութում չէր, ես վերցրեցի ավելի քիփրիկ զմերուկ, փոքրիկ չի, բայց ոչ էլ խորիկի բաներն է այս, որտև ծանր է, մեջքը չեմ ուզում, թե չէ համեղ է, ես էլ եմ սիրում, որ շաքարային է, պես մի քիչ լինում քաղցել, բայց մեջքը խնայում եմ, փորձում եմ, եթե կարեմ կանխեմ էլ այս պահը, իդեպ, այս սրա արժեքը 2041 դրամ է, այսքան կտորին է, այսպես, մեկ անգամ ընթրիք կարող ես անել իրենով կամ նախաճաշ, այս հացերը մեկ ձվի մեջ երկու հաց եմ դնում, հետո պտտում եմ, կհիշեք, մի շերտ ֆիլե եմ դնում, մի քիչ քերած պանիր, մի շերտ լոլիկ ու իրար վրա եմ բերում, թե Արտաշեսն է գժվում սրա համար, թե մենք բոլորս, Արտաշեսի սննդային նախասիրությունները շատ սահմանափակ են, դա համար եթե ինչ-որ ուտելիքներ կա, որ ինքը սիրում է, մեկու մեջ փորձում եմ իրա սիրած բաները, մեկու մեջ որն է հաճախ, փորձում եմ պատրաստել, մակարոնը կա ու կա, իրա սիրելին։ Ինչպես եւ խոստացել էի, պատրաստում ենք մեր հացով տաք բուտերբրոդ, միացես կպայես տաք բուտերբրոդը պտտեմ, այսպես կադրը, մատիկը կադրի մեջից հանեք, հիմա ինչ ենք անում սիրելիներ, վերցնում ենք, պտտում ենք, այնուհետև ես այսպիսի ամանի մեջ ունեմ պանիր քերած, որը քիչ առաջ քերեցի, լցնում ենք տաք վիճակում պանիրը, որպեսզի հասցնի հալչել, շնորհակալ եմ կոլեգա Սյոմկայի համար, այնուհետև այստեղ ունեմ տոպրակի մեջ կտրատել, առանձնացրել եմ մեր ֆիլեն, երկու կտոր ֆիլեից, կներեք,
կներեք, այսպես, և մյուս կտորն էլ այսպես, դնում ենք, ավելի ճիշտ այսպես, երկարությամբ։ Այնուհետև, երեխեքը սալատնի լիստից չեն սիրում, դրա համար ինձ ու խորենին կդնեմ, երեխեքին այսպես, մի հատ կանենք հերիք եմ, և հիմա այս մեկը կպտ, էդ ինչ կերար, կյանք, պանիր, հա, պանիրը ոչինչ, ինձ թված ֆիլմ չեմ ուզում, և հիմա այս կարակոտ է ուշադրություն մի դարձրեք, և հիմա այսպես Դավիթ ջան, մի քո կեղտոտ հատիկներով, տեսեք ինչ համեղ տեսք ունի։ Երեխեք ջան, սա էլ արդեն մառոլով տարբերակն է, բոլորը իրանց ուտում են, գնացի միացա իմ ընտանիքին։ Ասենք որ շատ հավես տեսք ունի, նախաճաշի համար вообще իդեալական տարբերակ է։ Անցա այստեղ, ինչպես տեսնում եք, դիսերտի մասին, ես շատ ուրախ եմ, որ դիսերտը հնարավորինս տնական ենք ուտում։ Մենակ պաղպաղակա, որ առնում եմ, մեկ է կաղա խորիկը մեկ-մեկ իրան ու երեխեքի ժլաշկարնի սիրում են, ինչ անեմ, բայց շատ ավելի քիչ, քան առաջ։ Փորձում եմ բիսկվիտ սարքել կամ մեկ ուրիշ տորտիկ, բայց հիմնականը բիսկվիտ բոլորը գոհ են կարճ ասած, բոլորը հələ որ այս ֆորմատին համաձայն են։ Կոմպոտիկը արդեն պատրաստվում է, քաղցրը, շաքարը քիչ եմ արել, և հուսամ, որ սառած վիճակում երեխեքը կխմեն։ Ամեն դեպքում Սուսիկը սարքել էր, մեծ սիրով խմել են, հետևաբար կարծում եմ կխմեն։ Այստեղ ես հարել եմ ամեն ինչ, մնում է սոդայով թթվասերը լցնեմ մեջը, գազօջախը ու վառարանը, որ վառվում են, չէ, խոհանոցում մնալ չի լինում, այնպիսի շոկ է, շունչս կտրվում է։